Կենտրոն և Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու փաստաբանի միջնորդությունը։ Գործով քննիչը չէր ներկայացել դատարան։ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը քննիչի նիստին չներկայանալու մեջ միտում է տեսնում։ Մեզ անգամ չի հայտնվել, թե ով է քննիչը այս պահին։ Մենք ուղղակի հեռախոսային խոսակցություններով ճշտել ենք, որ գործը գնացել է հատուկ քննչական ծառայություն քննիչ Լևոն Մելքոնյանի վարույթում է։ Մի քանի միջնորդություն եմ ներկայացել, քննիչը չի պատասխանել իմ միջնորդություններին։ Հունվարի 3-ից հետո, երբ կալանավորվեց Գևորգ Սաֆարյանը, առ այսօր որևէ քննչական գործողություն նրա նկատմամբ չի կատարվել։ Ոչ էլ առ այսօր առերեսում է եղել ոստիկանության հրեշտակների գումարտակի հրամանատար Գեգամ Խաչատրյանի հետ, որը ըստ մեղադրանքի տուժել էր Գևորգ Սաֆարյանի հարվածներից։ Հայրապետյանի խոսքով, սա վառ ապացույց է, որ այս քրեական գործը պարզապես ակտիվիստին մեկուսացնելու փորձ է։ Ամսի 3-ին կալանավորել են Գևորգ Սաֆարյանին, որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Մենք ենք միջնորդություններ ներկայացել, որպեսզի հարցաքննեն, որպեսզի առերեսումներ կատարվի, մեր միջնորդություններին էլ պատասխան չի եղել։ Ստացվում է, որ Գևորգ Սաֆարյանին ոչ թե իրեն ազատությունից զրկել են, որպեսզի քննչական գործողություններ կատարեն եւ նա էլ չխանգարի, չխոչընդոտի քննչական գործողություններին, այլ նրան զրկել են, որպեսզի նա չզբաղվի քաղաքական գործունեությամբ։ Եթե այլ ավելի հիմնավոր պատճառաբանություն լինի, կարող ենք լսել քննարկել, բայց իմ կարծիքով այս պահին չկա։ Եվ եթե գրավ չկիրառվի, ուզում եմ նախապես ասեմ, եթե գրավ չկիրառվի Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, սա ավելի եւս կհաստատվի։ Կստացվի, որ Գևորգ Սաֆարյանը ոչ թե հիմա անազատության մեջ է նրա համար, որ նա կարող է ինչ-որ առումով խոչընդոտել քննությանը, այլ նրա համար, որպեսզի սահմանափակվի իր հասարակական քաղաքական գործունեությունը, խոսքի ազատությունը եւ հավաքներին կազմակերպելու մասնակցելու ազատությունները։ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցի քննարկմանը դատարանի բակում սպասում էին մեծ թվով ակտիվիստներ եւ Նոր Հայաստանի անդամներ։ Վերջիններիս խոսքով ակտիվիստի նկատմամբ հարուցված քրեական գործը ի սկզբանե շինծու է եղել։ Իսկ հիմա այս ձգձգումներով փորձ է արվում ելք գտնել ստեղծված վիճակից։ Լուրջ խնդիր կա, որ միակ վկան Գեգամ Խաչատրյանն է։ Այսինքն ուրիշ ինչ-որ վկա չկա, տուժող կողմի վկայությամբ ձերբակալել իմ կարծիքով անօրինական է դա եւ խափանման միջոց ընտրել կալանավորումը նույնպես անօրինական է, որտեղ ելի եմ կրկնում, այստեղ արդեն տարբերություն է դրվում ոստիկանության աշխատող եւ քաղաքացու միջեւ։ Դատարանի բակում ակցիայի մասնակից Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն էլ վստահ է, որ Գևորգ Սաֆարյանի գործը դատարան չի հասնի եւ նրա ազատության մեջ հայտնվելը օրերի հարց է։ Դատավորները սպասում են փարամյան 26-ից հանձնարարության հրահանգի։ Բոլորդ նկատում եք, որ Սերժ Սարգսյանի մոտ անդորը խախտվել է, խաղաղ չի իր շուրջը մթնոլորտը։ Ուստի չգիտեն ինչ անեն, մի քանի օր էլ հետաձգեցին։ Ես վստահ եմ, որ Գևորգի գործը դատարան չի հասնելու, այսինքն նա օրերի ընթացքում պետք է ազատ արձակվի։ Նշենք, որ վերջին օրերին Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հետապնդումները քրեակատարողական հիմնարկում դադարեցվել են, ինչը կալանավորման առաջին օրերին աննախադեպ բնույթ էր կնում։ Սոնա Հարությունյան, Հարություն Նավասարդյան, Առաջին լրատվական։